Երգչուհի Սիրուշոն եւ նրա ամուսինը Լևոն Քոչարյանը հայկական շոու բիզնեսի ամենաներդաշնակ, քննարկված, երբեմն նաեւ քննադատված զույգերից մեկն են։ Սիրուշոն եւ Լևոնը հատկապես վերջին շրջանում հաճախ են համատեղ հրապարակումներով հանդես գալիս։ Օրերս նրանք ուղիղ եթեր են կազմակերպել ու պատասխանել հետևորդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին զույգի հարաբերություններին, նրանց ծանոթությանը եւ իհարկե երեխաներին։ Star News-ը առանձնացրել է տեսանյութը եւ առաջարկում է դիտել դա։ Ինստագրամում ասել էինք, որ ժամը 11-ին ենք լինելու, բայց մի քիչ ուշացանք 10 րոպե։ Կարևորը կարողացանք միանալ։ Իսկ ձայնը լսվում է նորմալ։ Այսօր մի քիչ այդ կարող է իջացնել։ Մի քիչ, շատ է, ես չեմ լսում։ Բարև ձեզ, բարի երեկո։ Չենք հասցնում, մի պահ մտածում էինք, որ ավելի հաճախ ենք կարողանալու լայվ լինել, բայց հետո միանալ այս երեկոները, հետո զգացինք, որ չենք հասցնում, հատկապես, որ հիմա արձակուրդներ են ու երեխաների երեկոները ազատ են լինում ու մի քիչ ավելի ուշ են քնում, բայց հետո, որ շատ էինք գրում, ուզեցինք միանալ, հետո հարցնում էինք ինչից խոսել ու շատ տարբեր թեմաներ ու տարբեր առաջարկներ էին ու այդ բոլորը բնականաբար մի երեկոյի ընթացքում չենք հասցնի, ամեն դեպքում բոլորին հետաքրքիր էր։ Ինչ կար հետաքրքիր, ես չեմ նայել, դու եք դրել, չէ՞։ Հետաքրքիր էր երեխեքի թեման շատերին։ Ուղղակի մի քիչ էլ երեխեքից խոսանք, դառնում ենք այն parenting bloggerից։ Ստված մեր երեխեքից մեկն է։ Ստումա գալու ենք ես, գիտես։ Երեխեքն էին թեման ու չգիտեմ ուրիշ ինչերից էր չեմ հիշում, հետո օրվա ընթացքում այնքան խառ ուրիշ բաներ ա եղել, որ չեմ հիշում։ Okay, արի որոշենք։ Ինչն ենք, ինչը քննարկենք։ Ինչ էր կար, ուզում ես մի քանի բան ասային ինչ կար, ու որոշենք։ Չէ, շատ էր, հարցերը շատ էր, նաև հարաբերությունների մասին մեր, նաև քաղաքականության մասին, բայց ինձ թվում է այլկոսս էլ չենք ուզում խոսենք, հատկապես դու, որովհետև Օրվա վերջում կարանք քաղաքականությունից չխոսանք։ Մենք փորձում ենք երեկոները հնարավորինս որևէ տեսակ քաղաքական խոսակցություն, ընդհանրապես աշխատանքը տուն չբերենք։ Միջալուց մեր երեխեքներ ինչ իմանում են քաղաքական թեմաների հետ կապված, մեզնից չեն իմանում։ Իմանում են դպրոցից, ընկերներից, ավելի կամ ընկերներից։ Մի քիչ ինչ բան են ասում, որ ասում են դու որտեղից ես տեսել։ Դասարանի ես, ի՞նչն ասել են, մեկն ասել։ Այդ ճիշտ է, թե չէ, այդ չգիտեմ ինչ է, թե չէ։ Երեխեքի թեմայից խոսալուց երևի ամենա ինչ-որ բաներից, որ ես էլ եմ ուզում անդրադառնալ, շատ է հնչում, թե ինչի ենք երեխեքին ունեցել, ինչի Հայաստանում չեն ծնվել։ Իդեպ տպավորություն է, որ երեքն էլ ծնվել են Ամերիկայում, բայց Միքայելը Ֆրանսիայում է ծնվել, ամեն դեպքում երեքն էլ ունեն Հայաստանի քաղաքացիություն, Հայաստանի ազգագիր, ու պատճառը դրա նախ երևի ես եմ եղել ու ինչպես որ իմ շատ գոլեգաներ այդ շրջանում, որպեսզի ավել ուշադրության կենտրոնում չլինես այդ վիճակում, այդ կարգավիճակում կարողանաս հանգիստ լինել ու կենտրոնանաս որպես կին ինքդ քո վրա ու նույնիսկ այն պարզ փողոցում զբոսնելը ու այդ ընթացքում չուզել նկարվելը շատ շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր որ փողոցում հանդիպում են ինձ ուզում են նկարվեն, բայց դա երևի այն միակ շրջանն է, որ մի քիչ ուզում ես ավելի ինքդ քեզ հետ լինես։ Դրան նաև գումարվում է էլի այլ պատճառներ, որը առողջական որոշակի հարցեր, որի համար որ իմ ցանկություններ անպայման
լինել այնտեղ, բայց սա դեռ մի կողմ է, ամեն ինչ այսքան բացատրության կարիք չկա, մեր ցանկությունն է եղել, մեր պատկերացումը այդպես է եղել ու դրան բացատրելու ընդհանրապես բան չեմ տեսնում, բայց ինձ համար ամենատարօրինակային է, որ երբ որ փորձում են մեզ կպնեն օրինակ ու ավելի վատ հայրենասիրությանը կպնեն, ասում են դե իմ տարածված կոմենտներից է, էլի, որ ֆեյքերով մտնում են, կամ չֆեյք։ Հա, իմ համար ամենատարօրինակը դա, որ երբ որ ուզում են հայրենասիրությանը կպնեն մեր, օրինակ ասում են, բայց ձեր երեխեքը եթե տենց հայրենասիր եք, ինչի Հայաստան չեն ծնվել, ու միշտ այդ պահը չեմ հասկացել, այսինքն այն մարդիկ, ովքեր որ Հայաստանում չեն ծնվել, ու այդպեսին շատ շատերն են, միլիոնավոր հայեր կան, որ Հայաստանում չեն ծնվել։ Մի մասը ստիպված, մի մասը իրենց ցանկությամբ, նշանակում է այդ բոլորը հայրենասեր չեն։ Չէ, ապրում են Հայաստանում, մանկապարտեզ են գնացել Հայաստանում։ Հա, չեմ ասում, որ գնում Հայաստանում։ Չէ, չեմ ասում, որ շատ մարդիկ կան, որոնք որ ովքեր գնում են ուրիշ երկիր, այնտեղ որոշում են տեղափոխվել, ապրել, երեխաներ ունենալ այնտեղ եւ ապրել ուրիշ երկրներում։ Ու նրանք էլ են բնականաբար հայրենասեր, նրանք էլ են հայ ու դա որևէ կերպ երեխայի ծնվելու վայրը չեմ հասկանում։ Չէ, վատը այն է, երբ որ այնինչ նաեւ կա իրականում, այսօր պետք է ընդունենք, երբ որ հատուկ երեխային ունեն դրսում, որ ունենա դրսի անձնագիր ու բանակից խուսափի, հատկապես տղաների դեպքում։ Այսինքն նաև քննադատությունը ավտոմատ ոնց որ են որ լսում են, եթե դրսում է երեխան ծնվել, ոնց որ միանգամից փորձում են կապել դրա հետ, որ ուրեմն նպատակը դա էր։ Այսինքն կարծում ես դա է, այսինքն որ օրինակ մեզ ասում են դե ձեր հայրենասեր չեք երեխաները, ուզում են ասել բանակի թեման է։ Իսկ թվում է մի մասը չգիտի էլ այն մնացած ներկությունները, մի մասը ուղղակի ինչ որ բան լսել է, ոնց որ կպնելու հերթական առիթ է, բայց ես դրա համար դեռ 2014 թիվն էր, երբ որ առաջին երեխան ծնվեց, Ռոբը երբ որ ծնվեց, ես ինչ արեցի, հենց այս բանը հասկանալով, որ կարա այդ ձև ընկալվի, նաև միջև էլ իմանալով այս խոսակցությունները, առաջինը երբ որ երեխան ծնվեց, այնտեղ Ամերիկայում, ես գնացի հյուպատոսություն, հայկական հյուպատոսություն ու հյուպատոսությունով դիմեցի անձնագրի համար, որ առաջինը երեխան ունենա հայկական անձնագիր, երկրորդը իմ համար սա շատ պրինցիպալն էր, որ Հայաստան մուտք գործելուց երբ որ պիտի վերադառնանք, երեխան հայկական անձնագրով մուտք գործի Հայաստան։ Ու այդպես էլ արեցի։ Այսինքն որ հանկարծ հասկացել, որ քո միտքը ինչն է հաստատել, ես չեմ էլ հասկացել, թե դու ինչ ես։ Ասում նույնիսկ 14 թիվն էր, մենք քաղաքականության մեջ էլ չկայինք ընդհանրապես, ես 14 թիվին չէի պատկերացնում, որ կարա գա 18 թիվ ու մնացած հետո այս զարգացումները, բայց որ հանկարծ ինչ որ մեկի մտքով չանցնի, որ մենք կարանք փորձենք ինչ-որ բանակից խուսափելու հետ կապված երեխայի ծնվելուց արդեն մտածենք բանակի խուսափելու հետ կապված, այդ իմ համար շատ վիրավորական էր ու դրա համար առաջինը այդպես արեցի, հենց երեխայի անձնագիրը ստացա հենց այնտեղ հյուպատոսությունով։ Ես մեկը չեմ կարծում, որ բանակի համար են դա ասում։ Լրացել է, բայց պահում։ Չէ, շատերի մոտ նաև դա կար, որովհետև իրականում կան մարդիկ, որ դրա համար են անում, ինչը, չգիտեմ։ Դե լավ, հիմա ամեն մի բան, ամեն մարդու որոշումն է, ես չգիտեմ, ես դու այդ հարցին ոնց ես վերաբերվում, բայց մի խոսքով հայրենասիրությունը շատ տարբեր դրսևորումներ ունի։ Մենք նույնիսկ չենք էլ քննարկել, ես չեմ էլ պատկերացրել, որ բանակի թեմա կարա լինի, որովհետև դա մեկը չենք քննարկել, հարցը չի եղել մեր տանը, էլի, հաշվի առնելով, որ Լևոնի պապայի պատերազմի մասնակցությունը եւ նույնիսկ Լևոնի արդեն բանակից խուսափելը մեր դեպքում մի քիչ Դեպքս շատ բան անհետեցություն, բայց հիմա մարդիկ օգտագործում են շատ բաներ ու շրջանակ ոչ արդար ձևով։ Հիմա ինչ-որ մարդիկ էլ չիմանալով, երևի մենք էլ ոչ բավարար խոսելով, ոչ բավարար ձևով բացատրելով ինչ-որ բաներ, այդ խոսակցությունները նաև ավելի կարան արմատավորվեն։ Ինձ այս ամեն ինչի մեջ դուր չի գալիս, որ մարդիկ այդ հայրենասիրություն բառը դա ամեն մեկի ներսում է ու որ մեկը մյուսին դրանով գնահատական են տալիս հայրենասիրության վրա ու երբ որ նայում ես ամեն մեկի վերջը իրականում արած քայլերը, ապրած կյանքը եւ այլն, շատերը ովքեր խոսում են այդ հայրենասիրությունից, ընդհանրապես երևի չխոսեն, ընդհանրապես եկեք իրար տեսակ հանգիստ թողնենք այդ ամեն մեկը հայրենասեր է այնքանով, ինչքանով որ հայրենասեր է, դրա մասին ոչ գոռում են, դրա մասին ոչ չգիտեմ դա շատ ներքին հարց է, որը գործով է արտահայտվում, անելիքով է արտահայտվում ու ոչ թե այստեղ ծնվեց, սա արեց, նա արեց եւ այլն եւ այլն։ Չէ, ի վերջո ավելի կարևոր է դու քո կյանքը որտեղ ես կապում։ Ոչ թե ինձ բուն ծնունդի փաստը որտեղ է, այլ դու քո կյանքդ որտեղ ես կապում։ Հիմա լավ է, թե մարդը այստեղ է ծնվում, բայց
կյանքը փորձում է ուրիշ երկրի հետ կապում էլ Բայց ուրիշ ուրիշ երկրի տեսնում, որ մարդ ուրիշ երկրի։ Նայ, հարցը խնդիրը չի, հարցը այն է, բայց որ ավելի կարևոր է, չէ, ամեն դեպքում ինչ է, մենք ուզում ենք ունենանք այնպիսի երկիր, որտեղ մարդը, հայ մարդը իր կյանքը կկապի իր հողի, իր ջրի հետ, եթե բոլորը մտածեն դուրս գնալու հետ կապված, սա ճիշտ չէ, մենք ուզում ենք ընդհանուր միտքը հայկականության, այդ այս հողի հետ կապ ունենալն է, վերջում ում է պետք ինչ-որ հող, եթե դրա վրա մարդ չկա ապրող։ Չէ՞։ Մարդն այդ հողից բերք ստանում, այդ հողի վրա շինություն կառուցում, այդ հողի վրա կյանք ստեղծում։ Այսօր չէ, իհարկե սա կարևոր է, ու իհարկե նաև կարևոր է, որ մարդ հենց իր հողի հետ առաջին հերթին կապի իր կյանքը, այն հնարավորությունները լինի երկրում, որ մարդ այդտեղ կապի իր կյանքը։ Դե ախր մենք չենք խոսում նաև նրանից, որ հասարակության մի հատ մեծ հատված կա, որը մտածում է, որ մենք այդտեղ չենք ապրում, որ մենք Հայաստանում չենք ապրում։ Այն դեպքում, երբ որ մենք ոչ մի օր ուրիշ երկրում չենք ապրել, հատկապես ես ու Լևոնը որպես ամուսիններ։ Ես առանձին 2 տարի Կանադայում եմ ապրել, շատ երկար ժամանակ Ամերիկայում եմ անցկացրել, բայց այդ ժամանակ ոչ Լևոնի հետ միասին էինք, ոչ ամուսնացած էինք։ Իմ կյանքում ավելի շատ եղել են առիթներ, որտեղ այլ երկրներում եմ բնակվել, ընտանիքիս հետ, ծնողներիս հետ, բայց մենք որպես ամուսնական զույգ միայն բնակվել ենք Հայաստանում, ու դա էլ չգիտեմ, թե որտեղից է եկել այդ լեգենդը, որ մենք ապրում ենք այլ երկրում։ Մի խոսքով։ Այդ էլ այդպես։ Ինչ հարցեր ունեք։ Ճիշտ է ասում Լևոնը։ Ճիշտ է ասում Լևոնը, որ իսկապես պետք է ունենանք այնպիսի երկիր, համաձայն եմ, որ որևէ մեկը ցանկություն էլ չունենա հեռանալու, այստեղ կարողանանք ունենալ այն բոլոր հնարավորությունները, մենք էլ, մեր երեխաներն էլ։ Գիտես ինչն է ինձ ավելի, օրինակ, չգիտեմ, միգուցե մինչև ամուսնանալը, մինչև հատկապես երեխա ունենալը, ինչ որ տենց մտքեր երևի մարդ կարա ունենա։ Իմ մոտ օրինակ հստակ ավելի երեխա ունենալուց հետո է հստակ, որ նաև դրսում տեսնելով շատ բաներ, որ ասում ես, չէ, ես ուզում եմ երեխան այս երկրում մեծանա, ուզում եմ երեխան Հայաստանում մեծանա, հայ մեծանա։ Նաև շատ բաներ տեսնելով բացասական դրսի հետ կապված, այսինքն նաև ունենալով ընկերներ, ովքեր ունեն երեխեք, ու իրանց մոտ ուրիշ խնդիր է, մենք ամեն դեպքում այդ խնդիրները չունենք այստեղ, երեխաների հետ կապված, ինչը որ իրանք ունեն այնտեղ։ Դպրոցներում, դպրոցներից դուրս, դրա համար այս առումով ես իսկապես չեմ պատկերացնում դրսում ապրելը։ Պետք է գնալ, ճանապարհորդել, իհարկե նորը տեսնել։ Բայց ես լավ եմ նայում դրսում սովորելուն։ Ու այդ փորձը Հայաստան բերելուն։ Եթե հետ կգա։ Կամ այդ գիտելիքները օգտագործելուն։ Ամեն դեպքում այդ գիտելիքները օգտագործելուն, ես դրան լավ եմ նայում։ Այս պահին ես դրան շատ լավ կնայի, եթե իմ երեխաներն էլ դեռ փոքր են բնականաբար դրա մասին խոսք չկա, բայց եթե ցանկություն ունենային դրսում սովորելու, երևի կպատկերացնի, եթե կարողանաք ապագայում ունենանք այնպիսի Հայաստան, որտեղ որ գիտելիքներ լինի այն մակարդակի, որ կրթությունը լինի այն մակարդակի, որ ես չուզեմ, որ գնան դրսում սովորեն։ Այդ հա։ Դες ինչն է երևի որ մտավախություն կա, որ գնաց դրսում սովորեց ու հետո ուզեցավ այնտեղ շարունակի աշխատել ու ապրել։ Լավ, հասկանում եմ, բայց հաշվի առնելով այն ձևը, ոնց որ ես ու դու մեր երեխեքին ենք մեծացնում, այդ ազգային նաև գիտակցությամբ, իրանք իրանց գիտելիքը ինչ էլ անեն, օգտագործելու են ի նպաստ երկրին, փորձելու են օգտակար։ Իրանք հիմա այս տարիքից արդեն այդ մտքերով են։ Գոնե այդ առումով դու ոնց որ ավելի հանգիստ տարածել։ Ինչքան ժամանակ ունենք։ Չգիտեմ, արի չմտածենք։ Արի տողոցանք չմտածենք։ Այս տարի Ռոբը կլինի 12 տարեկան։ Չգիտեմ, երբ այնց են սկսում մտածել արդեն սովորելու հետ կապված, երևի 15-ից, հա, 15-ից արդեն երևի պետք է լինում կողմնորոշվել։ Մի խոսքով։ Վախենալու է, դեռ այդ սարերի հետևում է ինձ թվում ու
եթե Արցախը օկուպացված չլիներ, կուզեիք ապրել Արցախում։ Թե ցավոտ թեմա չես ուզում խոսես։ Ցավոտ իհարկե ցավոտ է, ես տարին ոնց էլ լիներ մի քանի անգամ գնում էի, նույնիսկ 44 օրյա պատերազմից հետո ենք մենք գնացել, երբ որ արդեն այդ ճանապարհը, խաղաղապահները, այդ սաղը չեքփոյնթերով, բաներով երեխաների հետ գնացել ենք ու շատ ցավալի թեմա է։ Ապրելը մի քիչ դժվար է, որովհետև ամեն դեպքում 97 թվից այստեղ եմ ապրել, այսինքն ամբողջ կյանքս հասուն գիտակից կյանքս այստեղ է ձևավորվել։ Ու դրանով էլ չի դրսևորվում մարդու հայրենասիրությունը։ Կապ չունի որտեղ ես ապրում եւ այլն, որտեղ նաեւ էտել կա, այսինքն որտեղ ես ապրում, դե գնայր այդտեղ ապրեի։ Մեկ էլ լինում է, չէ՞, գնացեք ձեր ինչ կապ ունի, ինչքան արցախցի կա, որ ապրում է։ Չէ, բայց վերջը գիտես որ նա որ այս ամեն ինչից հետո Արցախ չկա, բան, որից գնում են գնաք հո բան, գնացեք ձեր Ղարաբաղը, այսինքն Իսկ տեղյակ չեմ։ ատելությունով, որ օքեյ, հասկացանք, կարակ ինչ չընդունեք, կարակ ինչ չսիրեք, բայց իսկ ինչ նշանակում գնացեք ձեր Ղարաբաղը, այսինքն ուր գնանք։ Ինչ կա չկա տվել են, հանձնել են, հիմա էլ ասում են գնացեք։ Իսկ մա մարդիկ չեն պատկերացնում, ինչքան ցավոտ կարող է լինի, ինչքան ցավոտ թեմա է, հատկապես արցախցիների համար, ու որ դրանով որևէ տեսակ կոմենտ, որևէ տեսակ մեկնաբանություն ուղղակի պետք չի անել այդ։ Ես ուզում մտածեմ, որ ուղղակի չեն պատկերացնում։ Երևի։ Շատ կոտոր զաբելը չի եղել։ Ոյ շատ։ Շատ։ Ինչ մի օր։ Ամեն դեպքում, որ ասում են ապրեիք այնտեղ, այն շրջանները, որ այնտեղ ենք եղել, իսկ մենք ընտանիքով գնում էինք ու մնում էինք Լևոնենց տանը, իրենց հին տունը, որը որ նույն կերպ ինչպես որ կար իր փոքր տարիքում, այդպես էլ պահպանվել էր ու մենք ամբողջ մեր ընտանիքով գնում, մեր երեխեքով մնում էինք այնտեղ ու այդ ընթացքում ապրել ենք։ Իսկապես ապրել ենք, այդ են օրերն են, որ հա Լավ։ Ինչ հասցնեմ կարդալ, որ հասցնենք դու Instagram-ը նայես, TikTok-ը նայես, TikTok-ը շատ արագ է գնում։ Վայ, ասում եմ լավ չի լսվում։ Բայց այդ արդեն վերջացնում ենք ու հիմա նոր տեսնում ենք, որ լավ չի լսվում։ Մեկը գրել է ավելի լավ չկարդակ։ Բայց ես Մեկը գրել է եղբայր, կարևորը դու լավ մարդ ես ու ամեն օր ձգտում ես, որ ավելի լավը դառնաս։ Ես համաձայն եմ։ TikTok-ից դուրս է կարդա։ Ինչի՞ց դուրս է կա։ Հավա ստեղից, հաճի։ Այս կողմում TikTok-ով լայվը նաև գնում, այն կողմում Instagram-ը։ Ոնց եք ծանոթացել երկար թեմա է, ծանոթացել ենք 13 տարեկանում, արագ կարանք, արագացրած տարբերակը պատմենք, որ շուտ ավարտենք արդեն լայվը։ 2001-ին, 2001 թիվ։ Ոնց ես դու այդ թվերը հիշում։ 2001 թվին եք ծանոթացել ամառը։ Որտեղ ենք ծանոթացել ջրաշխարհում։ Չէ՞։ Ջրաշխարհում։ Չգիտեմ, հիմա աշխատում է ջրաշխարհը, թե չէ։ Ծանոթացել ենք այդտեղ, բայց հետո ավելի մտերմացել ենք Սևանում։ Որտեղ հավաքվում էր Երկիպետական թատրոնը ու մաֆիա են խաղում։ Ես էլ գնում միանում էի մաֆիայի խաղին։ Ու դրանից հետո մոտ 1 տարի մենակ կարողանում էի տեսնել Սիրուշոյին, երբ որ համերգ էր ունենում։ Գնում էի համերգներին մի ձև շատ ծանր է ինձ պահում։ Չարաշահելով պաշտոնական դիրքս բեմի հետև էի գնում։ Տենց է կարել։ Որ տենց մի րոպե, 2 րոպե կարողանամ տեսնել խոսալ։ Հետո երևի երբ հեռախոսի համար ունեցա, բավական ուշ, email-ով էին գրում։ Շատ ծանր է պահել։ Չէ, բայց email էին գրում, մենք սկզբից email-ով էինք խոսում։ Այն ժամանակը նոր էր, email-ը ավելի չէ։ Email-ներով էին գրվում, հետո արդեն սկսեցի զանգել։
Հետո գերացանք, հետո ամուսնացանք, Ոչ, հետո երեք 3 երեխա։ Լավ, Հիմա լայվ։ ավարտենք երևի, որ հասցնենք քնել։ Ցալանում եք Սիրուշոյի սիրտը։ Լավ, գնացինք հասցնենք, որովհետև վաղը երկուսս էլ եւ աշխատանքի ենք եւ երեխաներ եւ այլն, բայց շատ հաճելի էր։ Ուզում եմ ասել հաճելի էր ձեզ հետ շփվել, հետո հասկացա որ իրար հետ ենք շփվել, ավելի շատ հաճելի էր քեզ հետ շփվելը, Լևոն, լայվ։ Մենք գնացինք շարունակենք շփվենք։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։